Էլենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում իրադարձությունները հասնում են այն կետին, որտեղ յուրաքանչյուր որոշում սկսում է ունենալ անդառնալի հետևանքներ։ Նկարահանումները շարունակվում են, բայց արդեն պարզ է, ամենահետաքրքիր ու ամենալարված զարգացումներն իսկապես առջևում են։ Նորոյի կյանքի մեջ ամենածանր հարվածներից մեկը գալիս է հենց իր ընտանիքից։ Բաբկենը երկար ժամանակ բացակայությունից հետո վերադառնում է ոչ թե իրավիճակը շտկելու, այլ ամբողջությամբ վերահսկողություն վերցնելու համար։ Նա կարողանում է հասնել նրան, ինչին վաղուց էր ձգտում տունը, փաստացի անցնում է իր ձեռքը։ Մայրը ճնշումների, վախի կամ մանիպուլյացիաների ազդեցության տակ ստորագրում է այն փաստաթղթերը, որոնք դառնում են ճակատագրական։ Այդ ստորագրությունը պարզապես թուղթ չէ, դա այն կետն է, որտեղ ընտանիքը կանգնում է տունը կորցնելու իրական վտանգի առաջ։ Տունը, որը տարիներ շարունակ եղել է նրանց ապաստանը, հիմա կարող է դառնալ անցյալ։ Նորոյի համար սա կրկնակի հարված է՝ մի կողմից արտաքին վտանգները, պարտքերը, Մագդայի շուրջ ստեղծված իրավիճակը, մյուս կողմից սեփական տան կորուստը։ Սա այն պահն է, երբ մարդը կամ կոտրվում է, կամ դառնում ավելի ուժեղ, և թվում է Նորոն ընտրելու է երկրորդ ճանապարհը, բայց դա լինելու է շատ ծանր պայքարով։ Այս ամենի ֆոնին Ալինան վերջապես իմանում է ճշմարտությունն Արշակի մասին։ Այդ բացահայտումը դառնում է նրա համար ցնցում։ Նրա փոքր աշխարհը, որտեղ ամեն ինչ թվում էր պարզ ու հասկանալի, հանկարծ փլուզվում է։ Նա չի կարողանում միանգամից ընդունել այդ իրականությունը։ Նրա ներսում խառնվում են զգացմունքները՝ վստահություն, կասկած, սեր, վիրավորանք, ընդունում և մերժում։ Սա դեռ սկիզբն է։ Ալինայի համար ամենաբարդ փուլը հենց հիմա է սկսվում հասկանալ, թե ով է իրականում Արշակն իր կյանքում։ Արշակն էլ ցանկանում է, որ դստերը ասի Ալինայի մասին։ Իհարկե, նա ցանկանում է, որ Արևն իմանա ողջ ճշմարտությունը։ Մյուս կողմում Էլիզի կերպարում նույնպես փոփոխություն է նկատվում։ Մագդայի հետ հանդիպումը դառնում է շրջադարձային։ Էլիզը սկսում է հասկանալ, որ Մագդան իր թշնամին չէ։ Նա տեսնում է, որ Մագդայի մեջ չկան այն հաշվարկված քայլերը, որոնց մասին իրեն համոզում էին, և այստեղ առաջին պլան է գալիս Լիլիթի դերը։ Էլիզը հասկանում է, որ հենց Հասմիկն է եղել այն մարդը, ով մշտապես լարում էր իրավիճակը, բորբոքում հակամարտությունները և ստեղծում թյուր պատկերացում մյուսների մասին։ Հասմիկը, սակայն, չի կանգնում։ Նա այժմ միավորվում է Բաբկենի հետ։ Այս դաշինքն արդեն ինքնին վտանգավոր է։ Երկու մարդիկ, որոնք առաջնորդվում են անձնական շահերով, պատրաստ են մանիպուլյացիաների, սկսում են միասին պլանավորել իրենց հաջորդ քայլերը։ Նրանք կարծես փորձում են թակարդ լարել, միաժամանակ հարվածելով մի քանի ուղղություններով։ Նորոյին տան հարցով, Էլիզին զգացմունքների միջոցով և հնարավոր է նույնիսկ Արշակին անցյալի բացահայտումներով։ Բայց սերիալի ամենահետաքրքիր շրջադարձը հենց այստեղ է։ Այն, ինչ նրանք կառուցում են որպես թակարդ ուրիշների համար, կարող է շրջվել հենց իրենց դեմ։ Հասմիկը, լինելով Բաբկենի հետ, սկսում է ավելի խորը ներգրավել նրա խաղերի մեջ։ Բայց Բաբկենն այն մարդը չէ, ում կարելի է լիովին վստահել։ Նա արդեն ցույց է տվել, որ պատրաստ է նույնիսկ սեփական ընտանիքին վնասել իր նպատակներին հասնելու համար։ Եվ հենց այստեղ է առաջանում ամենահետաքրքիր ենթադրությունը՝ Հասմիկը կարող է դառնալ առաջին զոհը այդ նույն թակարդի, որն ինքն է օգնել ստեղծել։ Հնարավոր է Բաբկենն օգտագործի նրան որպես գործիք, իսկ հետո պարզապես հանելով խաղից առաջ շարժվի իր նպատակներին հասնելու համար։ Կամ գուցե Հասմիկն այնքան խորանա այդ խաղի մեջ, որ այլևս դուրս գալ չկարողանա։ Այս ամենը ցույց է տալիս, որ սերիալը մտնում է մի փուլ, որտեղ լավ և վատ սահմաններն ավելի են մշուշվում։ Յուրաքանչյուր կերպար կանգնած է ընտրության առաջ, և այդ ընտրությունը որոշելու է նրանց ճակատագրերը։ Առաջիկա սերիաներում սպասվում են տան կորստի իրական վտանգի խորացում, Ալինայի ներքին պայքարի զարգացում, Էլիզի դիրքորոշման փոփոխություն և ամենակարևորը՝ Բաբկենի ու Հասմիկի դաշինքի հնարավոր զարգացումներ։ Ուրիշի ընտանիքը կրկին ապացուցում է, որ ամենավտանգավոր թակարդները նրանք են, որոնք մարդիկ լարում են ուրիշների համար, չնկատելով, որ հենց իրենք են առաջինը ընկնելու դրանց մեջ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին, և ոչ միայն չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչ զարգացումներ են լինելու, և արդյոք իսկապես Նորոն ու քույրերը տատիկի հետ միասին հայտնվելու են դրսում, որովհետև նրանց հայրը որոշել է, որ դուրսը թողնի այն բանից հետո, երբ
Այսքան ժամանակ չի էլ հետաքրքրվել իր երեխաների որպիսությամբ, դե ինչ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ միացեք մեզ, որպեսզի բաց չթողնեք տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։